Երբևէ տեսել եք ինչպես են դիմավորում որևէ երկրի նախագահի։ Ինչպես են երկրները նախապատրաստվում, ինչ քայլեր են ձեռնարկում տվյալ նախագահներին պատշաճ դիմավորելու համար եւ ինչ քայլեր են ձեռնարկում իրենց ուզած նպատակներն իրականացնելու համար։ Իսկ պատկերացնում եք ինչպես է գործել մեր Տերը իր սիրելի որդու աշխարհ գալու առիթով։ Ինչպես է նա հոգ տարել բոլոր իրավիճակների համար, որպեսզի իր սիրելի որդուն ֆիզիկապես բերի աշխարհ։ Բերել աշխարհ ասելը նշանակում է բերել ֆիզիկական գոյության մարմնի մեջ, ոչ թե Հիսուսին արարել, ոչ թե գոյություն տալ ընդհանրապես։ Ինչու է պետք զգույշ լինենք այս տերմինների նկատմամբ, առավելևս Հիսուսի առնչությամբ, քանի որ Հիսուսը մինչև աշխարհ գալը եղել է հավիտենությունում։ Նա չի ստեղծվել ընդհանրապես գոյության իմաստով, այլ ծնվել է որպես մարդ։ Ֆիզիկական ծնունդն ու էության ստեղծումը այս իմաստով տարբեր բաներ են։ Դրա համար էլ սա ձեր մտքում պահեք։ Եվ Հիսուսի աշխարհ գալու մասին հիշելիս, բացատրելիս կամ մեկնաբանելիս շեշտեք նրա ֆիզիկական ծնունդը, մարմնավորումը եւ մի շփոթեք ծնունդը նրա նախագոյության հետ։ Քանի որ նա բանն է, ով Աստծո մոտ էր եւ Աստված էր։ Նա երրորդության երկրորդ հավասար անձն է։ Նա գոյություն է ունեցել անցյալ հավիտենությունում եւ չի դադարել նրա գոյությունը եւ չի դադարելու հավիտյան։ Աստվածաշունչը նրան կոչում է արարիչ, քանի որ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ, Հովհաննեսը գրում է։ Պողոսը բացատրում է, թե ինչու է Հիսուսը Աստծո պատկերը Կողոսացիս 1:16-ում պատճառաբանելով, որովհետև նրանով ստեղծվեց այն ամենը, ինչ երկնքում է եւ երկրի վրա, ինչ երևում է եւ ինչ չի երևում, թե գահեր, թե տերություններ, թե պետություններ, թե իշխանություններ, ամեն ինչ նրանով եւ նրա համար ստեղծվեց։ Դրա համար նույնիսկ տրամաբանական է եզրակացնել, որ նա եղել է ստեղծվածներից առաջ, ինչպես Կողոսացիսն է ասում։ Նրանով եւ նրա համար է ստեղծվել։ Այնպես որ Սուրբ Գիրքը հաստատում է, որ Հիսուսը ուներ փառք մինչեւ աշխարհի արարումը, Հովհաննեսն է գրում սրա մասին 17-րդ գլուխ 5-րդ համարում, եւ դու հայր այժմ փառավորիր ինձ քեզ պատկանող այն փառքով, որ ունեի քեզ մոտ նախքան աշխարհի ստեղծումը։ Եվ անցյալ հավիտենությունում մինչև Հիսուսի նախամարմնացումը երրորդության երկրորդ անձը վայելում էր առաջին անձի սերը։ Հովհաննես 17:24, տեսեք ինչպես է նկարագրում Հիսուսը. Հայր, ում ինձ տվեցիր, կամենում եմ, որ որտեղ ես եմ, նրանք էլ այնտեղ ինձ հետ լինեն, որպեսզի տեսնեն իմ փառքը, որ ինձ տվեցիր, քանի որ ինձ սիրեցիր նախքան աշխարհի լինելը։ Մի խոսքով երրորդության երկրորդ անձը հավիտենական է իր բնույթով եւ ամենավառ փաստը Սուրբ Գրքում Հովհաննես 1:1-ն է։ Սկզբում էր բանը եւ բանն Աստծո մոտ էր եւ շարունակեք դուք բանը Աստված էր։ Այնպես որ եկեք ուսումնասիրենք Մատթեոս ավետարանի առաջին գլխի 18-ից 25-րդ հատվածը, որտեղ կտեսնենք, թե ինչպես է Աստված իրականացրել Հիսուսի ծրագրված ծնունդը, ֆիզիկական աշխարհ գալը։ Բայց մինչ այդ մի փոքր գրքի մասին ձեզ պետք է տեղեկություն տամ, ավելի լավ հասկանալու համար տվյալ հատվածը։ Նայեք այս սլայդին։ Կարճ գրքի հասցեատիրոջ մասին, ով է կամ ովքեր են։ Մատթեոսը գիրքը գրել է հիմնականում հրեաներին։ Փաստերից մեկն այն է, որ Մատթեոսը հաճախ գրում է հրեաների տոների մասին, առանց դրանց բացատրություններ տալու։ Նա շարունակ խոսում է Հիսուսի մասին որպես Դավթի որդու։ Նկատել եք Մատթեոսը, երբ կարդում եք Դավթի որդի հայտարարությունը հաճախ է հանդիպում։ Գրքի նպատակն ինչ է։ Մատթեոսի նպատակն է, սա ամենակարևորը հիշեք։ Հաջորդիվ ինչ պետք է ասեմ, կապված է գրքի նպատակի հետ։ Եթե լավ չհասկանանք, լավ չենք էլ հասկանա այն, ինչ որ 18-ից 25-րդ համարներում ուզում է ասել
Մատթեոսը։ Գրքի նպատակն է Հիսուսին ցույց տալ որպես թագավորի եւ Իսրայելի Մեսիայի։ Այս գրքում ավելի քան 600 անգամ հղում է արվում 5 կտականին, որով հաստատվում է, որ մարգարեական հաստատումներն ամբողջությամբ կատարվել են Հիսուսի կյանքով։ Մատթեոսի նպատակը հստակ է, ուշադրություն, վկայել, որ Հիսուսը սպասված Մեսիան է հրեաների։ 5 կտականից մեջբերվող բազում վկայությունների նպատակն է ցույց տալ կապը, ուշադիր, խոստացված Մեսիայի եւ մարմնավորված Քրիստոսի միջև։ Այս նպատակը Մատթեոսի աչքից երբեք չի հեռանում այս գրքի ողջ ընթացքում, եւ Մեսիայի իրավունքները հաստատելու համար նա բազում մանրամասնություններ է նշում 5 կտականի մարգարեություններից։ Համարները այնքան շատ են, որ նույնիսկ թվարկելը այս դեպքում անիմաստ կլինի, որովհետև չեք հիշելու։ Բայց շատ են։ Եթե ցանկանաք հետագայում ուսումնասիրել, ես կտրամադրեմ սրանք։ Միայն մի քանիսը կարդամ, որպեսզի դուք տեսնեք այս կապը, ինչպես է Մատթեոսը շարունակ ընդգծում։ Օրինակ 1:22-ում այսօր ուսումնասիրելու ենք, ասում այս ամենը եղավ, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից Եսայի մարգարեի միջոցով ասվածը, կամ 2-րդ գլուխ 15-րդ համարում, որտեղ մնաց Հիսուսը մինչև Հերովդեսի վախճանը, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը։ Եվ այսպիսով շատ համարներ կան 4-րդ գլխում 13-ից 15-րդ համարներում, երբ Նազարեթը թողնելով եկավ բնակվեց լճի եզերքին, Կափառնայումում, Զաբուղոնի ու Նեփթաղիմի սահմաններում գրված է որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը, Զաբուղոնի երկիր եւ Նեփթաղիմի երկիր, ծովի ճանապարհ եւ Հորդանանի այն կողմը հեթանոսներով բնակեցված գալեր։ Այսինքն ամեն քայլափոխին շարժին Հիսուսի Մատթեոսը հաստատում է 5 կտակարանի հետ ունեցած կապը նրա։ 8-րդ գլխում որպեսզի իրականանա, 12-րդ գլխում, 13-րդ գլխում, 21-րդ գլխում, այս ամբողջը ես գրել եմ, բայց չընթերցեմ, բայց հստակ է, որ նրա նպատակն է ցույց տալ խոստացված Մեսիայի եւ մարմնավորված Քրիստոսի միջև եղած կապը։ Պատմական եւ աստվածաբանական թեմաները հետեւյալն են։ Քանի որ խոսքն այն մասին է, որ Մատթեոսը Հիսուսին ներկայացնում է որպես սպասված Մեսիա, այս գրքում, ինչպես Աստվածաշնչի ոչ մի այլ գրքում հեղինակներն ասում են այդքան չի, 32 անգամ օգտագործված է երկնքի թագավորություն արտահայտությունը։ Եվ Հիսուսի ազգաբանությունը այստեղ շատ կարևոր դեր ունի։ Որն է դերը։ Առաջին գլխում գրված Հիսուսի ազգաբանությունը, մենք եթե նկատեցիք ուսումնասիրենք 18-ից մինչև 25-ը, մինչ այդ ամբողջությամբ Հիսուսի ազգաբանությունն է, տոհմաբանությունն է գրված։ Այս ազգաբանությունը միտված է ուշադրություն հաստատելու Հիսուսի իրավունքները որպես Իսրայելի թագավոր, իրավական տեսանկյունից։ Եվ գրքի շարունակությունը ավարտվում է այս թեմայի թագավորի մեծ հանձնարարականով, որը անգիր գիտենք։ Մատթեոսը ներկայացնում է Հիսուսին որպես թագավորական սերնդի ժառանգ։ Նա Հիսուսին ներկայացնում է որպես եկող Մեսիայի մասին 5 կտակարանի մարգարեություններն իրականացնող։ Մատթեոսը ներկայացնում է ապացույցի վրա, որպեսզի հաստատի Հիսուսի բացարձակ իշխանությունը, թագավորությունը վերցնելու։ Բոլոր մյուս թեմաները գրքում, պատմական եւ աստվածաբանական, գրում են հեղինակները, պտտվում են այս թեմայի շուրջ։ Հիսուսը Մեսիան է, խոստացված թագավորը, ով ունի իրավական բոլոր հիմքերը վերցնելու թագավորությունը, Դավթի գահը, որը հավիտյան պետք է անսասան մնար։ Նայեք 17-րդ համարին, որից սահուն անցում կանենք մեր հատված։ Հատվածի նպատակը այստեղ երևում է, ամբողջ 1-ից 17-րդ համարի։ 1:17-ում գրում է այսպես Մատթեոսը. Արդ Աբրահամից մինչև Դավիթ բոլոր սերունդները 14-ն են, Դավթից մինչև Բաբելոնյան գերությունը 14 սերունդ եւ Բաբելոնյան գերությունից մինչև Քրիստոս 14 սերունդ։ Այստեղ գրված այս երեքական 14 սերունդները ցույց են տալիս, որ Հիսուսը Դավթի օրինական եւ թագավորական ժառանգն է։
եւ որ Իսրայելի պատմությունը նպատակային կերպով առաջնորդվել է դեպի Հիսուս։ Այնքան բան եմ գրել այս մասի վերաբերյալ, բայց փորձեմ բանավոր ասել, որպեսզի դժվար չլինի ձեզ համար։ Ձեզ համար հիմա տեսանելի չի լինի խնդիրը 1-ից 17-րդ համարում գտնվող, բայց եթե սկսեք անունները մեկ առ մեկ ուսումնասիրել, դուք կտեսնեք թվացյալ հակասություն Մատթեոսի այն պնդման միջև, որ 14 սերունդներ են իրարից բաժանում մինչև Քրիստոսը։ Նա այնտեղ բաց է թողում մի քանի անուններ։ Եվ շատերը այստեղ տեսնում են թվացյալ հակասություն, մտածելով, որ սա չի համապատասխանում Հիսուսի տոհմաբանությանը։ Բայց ինչին պետք է ուշադրություն դարձնել։ Նկատեք, որ 16-րդ համարում նա նշում է, որ Հակոբը ծնեց Հովսեփին, այսինքն Հիսուսի օրինական հորը, ոչ կենսաբանական հորը, եւ ասում, որ Հակոբը ծնեց Հովսեփին Մարիամի ամուսնուն, որից ծնվեց Հիսուսը, որը կոչվեց Քրիստոս։ Այսինքն ցույց է տալիս Մատթեոսը, որ Հիսուսի ծնունդը օրինական հայր ուներ երկրի վրա, բայց ոչ կենսաբանական հայր։ Վստահ եմ, որ գիտենք մենք, որ Հիսուսի կենսաբանական հայրը երկրային մարդ չէ, նա Սուրբ Հոգուց է ծնվել։ Ինչու է կարևոր սա, որովհետև եթե դուք նայեք ծնվել բառին կենսաբանական իմաստով, ձեր մոտ տպավորություն կլինի, որ Մատթեոսը այստեղ պարզապես տեղեկություններ է տալիս, թե ով ում ծնեց։ Նրա գլխավոր նպատակը այն չէ, որ պարզապես տեղեկություններ տա, թե ով ում է ծնել, որովհետև այնտեղ կան եւ տղամարդկանց անուններ եւ կանանց անուններ։ Եվ առավել եւս, որ նա ցույց է տալիս, որ Հիսուսին ծնողը կենսաբանական հայր չունի։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Հիսուսը իրավական իրավունք չէր կարող ունենալ Դավթի գահին նստելու։ Որովհետև մարդիկ մտածում են, որ այն կենսաբանական ազգակցական կապով պետք է փոխանցվեր։ Իսկ պատմության մեջ, ինչպես եք հիշում, թագավորները իրար փոխանցում, հաջորդում էին թագավորությունը արյունակցական կապի հիման վրա, թե իրավական, օրինական։ Երկուսն էլ եղել է։ Սա չափազանց կարևոր է, որովհետև այստեղ պահպանվում է մի չափազանց կարևոր սկզբունք։ Հիսուսը մոր կողմից ներկայացնում է արյունակցական կապ Դավթի գծին, իսկ հոր կողմից օրինական թագավորություն Սողոմոնի գծին։ Եվ այս երկուսը Սուրբ Գիրքը անթերի կերպով ներկայացնում է, որ ցույց տա ինչպես է Աստված իրավական տեսանկյունից Դավթի գահը հանձնել եկող Մեսիային, չունենալով կենսաբանական հայր։ Եվ այս 14 թվերը, որ դուք կարդում եք, որոնք չեն համապատասխանում թագավորների թվերին, մեկնաբանները այս են գրում, հետաքրքիր էր սա։ Սա կոչվում է գեմատրիա։ Գեմատրիան ինչ է։ Սա թվային համարժեքն է։ Հրեաների մոտ բառերը ունեին թվային համարժեք եւ 14 թիվը համապատասխանում է Դավիթ անունին։ Սա հրեան երբ կարդում էր, իր համար մաթեմատիկա չէր, որ գումարեր թվերը։ Իր համար այսպես էր հնչում. Դավիթ, Դավիթ, Դավիթ։ Դավթի որդի, Դավթի որդի, Դավթի որդի։ Եվ նա նայում է սերնդաբանությանը եւ տեսնում է, օրինական կերպով նշում է 1-ից 17-րդ համարներում ով ում է հաջորդել։ Եվ հիմա եկել հասել է մի կետ, որ պետք է լինի օրինական ժառանգ, չէ՞ որ վերջինը գերությունն է եղել Բաբելոնյան։ Նայեք 17-րդ համարին, բոլոր սերունդները Աբրահամից մինչև Դավիթ 14 սերունդ, Դավթից մինչև Բաբելոն գերություն տարվելը 14 սերունդ, բա գերությունից հետո։ Իսկ ով պետք է շարունակի։ Ով պետք է լինի թագավորը։ Քրիստոս։ Եվ հրեան սա երբ կարդում է, նա սկսում է հասկանալ, որ Հիսուսը, ում մասին որ հիմա խոսվում է, այն մեկն է, ով պետք է զբաղեցնի Դավթի գահը։ Այն խոստումները պետք է իրականացնի, ինչ որ հայրը տվել էր։ Եվ Մատթեոսը հստակ կերպով իր գրքի նպատակին համապատասխան ցույց է տալիս, որ այստեղ
նա չի թվարկում պարզապես ով ում է ծնել, այլ ցույց է տալիս իրավական տեսանկյունից ով կարող էր հավակնել Դավթի գահին։ Սա ուղերձ է։ Եվ նաև հեղինակներն ասում են, որ այս 14 թվերը գրելը նաև հեշտ էր լսարանին, որ հիշեին սերնդաբանության վերաբերյալ, որտեղ այդքանը կարծեմ անգիրել անենք դժվար կլինի հիշել, թե ով ում է ծնել կամ ով ում է հաջորդել։ Հրեական իրավունքում որդեգրումը կամ իրավական հայրությունը լիարժեք ժառանգական իրավունք էր տալիս։ Իսկ Հովսեփը Հիսուսի օրինական հայրն էր։ Այսպիսով Աստված ապահովում է հրաշալի միջոց արյունակցական գծով Դավթի սերնդից, օրինական տեսանկյունից Հովսեփի կողմից, որը Սողոմոնի գիծն է։ Մի շատ կարևոր կետ էլ եւ անցնենք առաջ։ Այնքան մեկնաբանություն եմ կարդացել այս կետը հասկանալու համար, որ կուզեի փոխանցել ձեզ այդքանը, բայց գոնե միջուկը կարողանամ ձեզ փոխանցել։ Հակասությունները, որ թվացial տեսնում էին այստեղ, արտահայտվում էր նաև մի կետում, որ թագավորների ցանկում Հովաքիմ թագավորի մասին եւս կա, ում մասին մարգարեություններում գրված է Երեմիա 22-րդ գլուխ 30-րդ համարում, որ Աստված պատժում է նրան ասելով, որ նրա սերնդից գահին ոչ մեկ չի բարձրանալու։ Եվ մարդիկ հակասություն են տեսնում, ասում են, դե եթե Աստված պատժել է այդ թագավորին, որը Հուդայի գիծն է, ուրեմն ինչպես է Հիսուսը հավակնում օրինական ժառանգորդ լինելու։ Չէ՞ որ Հիսուսը Հուդայի ցեղից է։ Բայց մարգարեությունում այս հարցը լուծվում է, հետաքրքիր է։ Գրված էր նրա օրերում, այսինքն նրա կենդանության օրոք իր ֆիզիկական սերունդը, կենսաբանական սերունդը չէր կարող ժառանգել եւ չժառանգեցել։ Իսկ Հիսուսը կենսաբանական հայր չուներ երկրային։ Նրա հայրը օրինականորեն Հովսեփն էր, ով թագավորական գիծը շարունակում էր։ Եթե չխճճվեցիք, եթե ես կարողացա ձեզ փոխանցել հարցի էությունը, հետևյալն է. Մատթեոսը ցույց է տալիս, որ Հիսուսը օրինական տեսանկյունից հավակնում է Դավթի գահին նստելուն։ Եվ 1-17-րդ համարներում նա ցույց տվեց այդ իրականությունը։ Նաև ասեմ, որ այստեղ ծննդաբանություն չի պարզապես, որ այդտեղ 4 թե 5 կանանց անուններ կան։ Ռախաբ Պորնիկ եւ այլն, Հռութի անունը կա այնտեղ, որովհետեւ հрьяաները սովորաբար տղամարդկանց անուններով են, չէ՞ գրում տոհմաբանությունը։ Եվ ինչու է սա հետաքրքիր այստեղ։ Մեկնաբաններից մեկն ասում էր, որ սա երևի թե Մատթեոսը նշել է հрьяաների ազգային հպարտությունը կոտրելու համար, որ նայեք ձեր գծի մեջ կան մարդիկ, որոնք որ ձեր աչքին պիղծ են եղել, հեթանոսներ են եղել, բայց Աստծո ծրագրի մեջ Աստված այնպիսի իմաստությամբ է կարգադրել, որ չխախտի Հիսուսի կուսական ծնունդը, այսինքն երկնային ծագումը, չխախտի երկրի վրա կենսաբանական process-ները եւ չխախտի երկրի վրա օրինական գահը փոխանցելու գործընթացը։ Այսքանը որպես հիմք։ Եվ բանալի միտքը կարմիրով նշել եմ, կարող եք հիշել, թագավորական գահը փոխանցվում էր ոչ թե պարտադիր արյունակցական կապով, այլ օրինականորեն ըստ հրեական օրենքի։ Այսպիսով մեր հատվածի բաժանմանը անցնենք։ 17 համարում Մատթեոսը ցույց էր տալիս, թե ինչ ծագում ունի այս թագավորը, որ պիտի գա, 18-ից սկսած ցույց է տալիս, թե ինչպես է ծնունդ առել երկրի վրա Աստված։ Մատթեոս 1:18-ից 25, տեսեք։ 18-րդ համարում տեսնում ենք Սուրբ Հոգու գերբնական աշխատանքը եւ կարդանք եւ նայենք բաժանմանը։ Եվ Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ. Երբ նրա մայրը Մարիամը նշանված էր Հովսեփի հետ, նախքան նրանց իրար մոտենալը, Սուրբ Հոգուց հղիացած գտնվեց։ Ուրեմն 18-ում Սուրբ Հոգու գերբնական աշխատանքն ենք տեսնում, 19-ից 23-ում տեսնում ենք երկնային միջամտություն վտանգված ծնունդի համար։
որովհետև Հովսեփը 19-ում մտածում է արձակելու մասին եւ Տերը միջամտում է։ Շարունակում եմ 20-ից։ Սակայն մինչ մտածում էր այս բաների վրա, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց նրան ասելով. Հովսեփ, Դավթի որդի, մի վախեցիր կին առնել նշանածիդ Մարիամին, որովհետև նրանում ծնվածը Սուրբ Հոգուց է։ Եվ նա որդի պիտի բերի եւ նրա անունը պիտի դնես Հիսուս, որովհետև նա պիտի փրկի իր ժողովրդին իր մեղքերից։ Եվ այս ամենը եղավ, որպեսզի կատարվի Տիրոջ խոսքը, որ ասել էր մարգարեի միջոցով. ահա կույսը պիտի հղիանա եւ մի որդի պիտի բերի եւ նրա անունը Էմանուել պիտի կոչեն, որ թարգմանվում է Աստված մեզ հետ։ Եվ 24-25-րդ համարներում արդեն տեսնում ենք Տիրոջ նպատակի իրականացումը, որ անարգել կերպով լույս աշխարհ է գալիս Հիսուսը։ Եվ երբ Հովսեփն արթնացավ քնից, այնպես արեց, ինչպես Տիրոջ հրեշտակն իրեն հրամայել էր, եւ իր կնոջն առավ իր մոտ, բայց չիմացավ նրան, մինչև Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն եւ նրա անունը Հիսուս դրեց։ Տասնութերորդ համարին, եթե նայեք, կտեսնեք Մատթեոսն ինչպես է սկսում հատվածի թեման այդտեղ է։ Ասում է Հիսուս Քրիստոսի ծնունդը այսպես եղավ։ Հիսուս Քրիստոսի ծնունդը այսպես եղավ։ Այսպես սկսելով ինչ է ուզում անել Մատթեոսը։ Հիսուս Քրիստոսի ծնունդը այսպես եղավ ասելով, նա ազդարարում է, որ պատմելու է ոչ սովորական, այլ հատուկ ձևով կատարված ծնունդի մասին։ Ընթերցողին ուղղորդում է այն հարցին, թե ինչպես եղավ Հիսուսի ծնունդը, որ հաջորդիվ նա արդեն կարողանա պատմել այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Հիսուսի ծնունդի կապակցությամբ։ Այս նախաբանով Մատթեոսը պատրաստում է ընթերցողներին հասկանալու, որ Հիսուսի ծնունդի եղանակը կարևոր է այնքան, որքան նրա ծնվելու փաստը, որովհետև սա եզակի ծնունդ էր։ Այսպիսով 1:18-ում այսպես բառը ցույց է տալիս նպատակը նրա, ցույց տալու Հիսուսի ծնունդի եղանակը, այսինքն նրա աշխարհ գալու հատուկ աստվածային կերպը, ոչ թե պարզապես ժամանակային կամ պատմական հերթականությունը։ Եվ այս հատվածի գլխավոր միտքը, որ տեսնում ենք եւ կտեսնենք, շարունակենք տեսնել հատվածի ընթացքում, հետեւյալն է. Հիսուսին աշխարհ բերելով Աստված իրականացրեց փրկության մասին տված իր խոստումը։ Հիսուսին աշխարհ բերելը ուղիղ կապված էր ծննդոց 3:15-ի հետ։ Հիշում եք անկումից հետո ինչ խոստում տվեց Աստված։ Խոստում, որը պատժի լեզվով հնչեց, բայց խոստում էր։ Նա քո գլուխը կջախջախի եւ դու նրա գարշապարը պիտի խայթես։ Եվ ամբողջ պատմության ընթացքում Աստված հետամուտ էր այդ խոստման իրականացմանը։ Եվ հերթով սկսում էր թվարկել Աբրահամի միջոցով խոստումը տալիս էր, հիշեցնում էր Դավթին, մյուսին, մինչև որ կիրականացներ Հիսուսի ծնունդը։ Եվ Հիսուսի ծնունդը այն գագաթնակետն էր պատմության, երբ իրականացավ մարդկության անկման պահին տրված խոստումը։ Սա ցնցող իրադարձություն էր, որովհետև դարերով մարդիկ սպասել էին, թե երբ պետք է լիներ այդ փրկությունը, ում միջոցով այն պետք է իրականանար։ Եվ ահա Հիսուսին աշխարհ է բերում Աստված ֆիզիկապես իր սիրելի որդուն, ում միջոցով իրականացնում է իր խոստումը։ Եվ հաջորդիվ այս հատվածում Մատթեոսը ներկայացնում է Հիսուսի ծնունդի իրականացման 3 եղանակներ կամ Աստծո ծրագրի իրականացման 3 եղանակներ։ Առաջին, ինչպես է Աստված իրականացրել Հիսուսի ծնունդը։ Ինչպես է իրականացրել Հիսուսի ծնունդը։ Առաջին եղանակը, որ մենք տեսնում ենք, այն գերբնական ճանապարհով է եղել։ Գերբնական ճանապարհով է եղել, ոչ սովորական, ոչ տրամաբանական, ոչ սահմանված մարդուն հատուկ։ Եվ այս համարում տեսնում ենք ծնունդի գերբնական լինելու տրամաբանական ապացույցը եւ աստվածաշնչյան հաստատումը այդ մասին։ Նայեք 18-րդ համարին։ Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ։
Նրա մայրը Մարիամը Հովսեփի հետ նշանված էր։ Նախքան նրանց միմյանց մերձենալը, Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։ Այսպեսով հարցին ինչպես է Աստված իրականացրել Հիսուսի ծնունդը, առաջին պատասխանն այն է, որ Աստված այն իրականացրել է գերբնական ճանապարհով։ Այսպեսով ինչու է գերբնական Մարիամի հղիությունը։ Առաջին այն գերբնական է, քանի որ հղիությունը եղել է առանց ամուսինների մերձեցման։ Առանց ամուսինների մերձեցման։ Նայեք 18-րդ համարի 2-րդ մասին։ Նրա մայրը Մարիամը Հովսեփի հետ նշանված էր նախքան նրանց միմյանց մերձենալը։ Նախքան միմյանց մերձենալը։ Նախքան մերձենալը նշանակում այն, որ նրանք որպես ամուսինների ֆիզիկական մտերմություն չեն ունեցել։ Համարում ասվում է նաև, որ նրանք նշանված էին։ Միթե սա կարևոր է այստեղ։ Ինչու է կարևոր նրանց նշանված լինելը։ Տեսեք, 5 տակարանի հрьяաների շրջանում նշանադրությունը նույնքան պարտավորեցնող գործողություն էր, որքան այսօր մեզ համար ամուսնությունը։ Սա մասին 19-րդ համարում ավելի պարզ է երևում։ Այդ ժամանակ նշանված զույգը օրինականորեն համարվում էր ամուսին եւ կին, նույնիսկ եթե նրանց միջև դեռևս ֆիզիկական մտերմություն տեղի չէր ունեցել։ Այս ընթացքում նշանված զույգերը միասին չէին ապրում։ Սա այն շրջանն էր, մոտավորապես 1 տարի էր անցնում, կամ գուցե մի փոքր ավել կամ պակաս, երբ Մարիամը Եղիսաբեթի մոտ էր 3 ամիս։ Այս օրերում ամուսնությունը 2 փուլով էր իրականանում։ Առաջին փուլը հենց նշանադրությունն էր։ Երկրորդ փուլի իրականացումը չուներ ֆիքսված օր, բայց սովորաբար տեղի էր ունենում մոտ 1 տարվա ընթացքում։ Այն կախված էր ընտանիքի պատրաստվածությունից, հոր կամ մոր, ներողություն, հոր կամ ընտանիքի պատրաստությունից, պետք է փեսան պատրաստեր բնակարանը, իրենց ապրելու համար ամեն բան, այստեղից ավելի հեշտ կլինի հիշել Հիսուսի այն խոսքերը, որ գնում եմ ձեզ համար տեղ պատրաստեմ, իրենց մշակույթի մեջ սա կար։ Եվ երկրորդ փուլը նաև կախված էր հարսնացուի բարոյական անարատությունից։ Այսպեսով Հովսեփն ու Մարիամը նշանված էին, որը հավասար էր մերօրյա ամուսնացած վիճակին, բայց դեռևս իրավունք չունեին ֆիզիկական մտերմության, եւ նշվում է, որ Մարիամի հղիությունը տեղի է ունեցել նախքան նրանց միմյանց մերձենալը։ Սա տրամաբանական ապացույց է այն բանի, որ կատարվածը ոչ սովորական բան է։ Մարդկության պատմության մեջ նման դեպք տեղի չի ունեցել։ Շատերն են ցանկացել մեսիա լինել, իրենց հայտարարել են որպես մեսիա, բայց նրանցից յուրաքանչյուրն էլ ծնունդ են առել տղամարդու եւ կնոջ մերձեցումից։ Այս փաստը խոսում է այն մասին, որ պետք է փնտրել աղբյուրը այս ծնունդի, այս գերբնական երևույթի, կամ էլ նվազագույնը բաժանվել Մարիամից։ Սա հղիանալու մարդկային տրամաբանության կամ եղանակի խախտում է նախքան մերձենալը։ Այս փուլում կամ պետք է շարունակել փնտրել պատասխան կատարվածի համար, կամ պետք է անմիջապես փակել որոնումների տանող դուռը եւ փակել կյանքի այս մուգ էջը, որը քիչ հետո դարձավ մարդկության պատմության ամենալուսավոր էջը։ Այսպիսով ինչու է գերբնական Մարիամի հղիությունը։ Առաջին այն գերբնական է, քանի որ առանց ամուսինների մերձեցմանը, եւ երկրորդ ապացույցը, որ գերբնական է այս հղիությունը, համարի վերջում ենք տեսնում, որ ցույց է տալիս հղիանալու աղբյուրը։ Նայեք համարի վերջին մասին, նրա մայրը Մարիամը Հովսեփի հետ նշանված էր նախքան նրանց միմյանց մերձենալը, Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։ Սուրբ Հոգուց, սա ցույց է տալիս ծագումը, աղբյուրը։ Սրանով Մատթեոսը նշում է, որ հղիության պատասխանատուն ոչ Հովսեփն է, ոչ էլ որևէ այլ տղամարդ, եւ ոչ էլ Մարիամը նույնիսկ, այլ Սուրբ Հոգին։ Այս հղիությունը իրականացել է Սուրբ Հոգու աշխատանքի միջոցով։ Իսկ ինչպես է դա տեղի ունեցել։ Մեթյու Հենրին լավ է գրում այս մասին, խնդրում լսեք։ Քրիստոսի մարմնավորման խորհուրդը պետք է առաջացնի երկյուղած հիացմունք, այլ ոչ թե փորձ խորամուխ լինելու եւ այն ամբողջությամբ բացատրելու։ Եթե մենք ի վիճակի չենք հասկանալու ոչ հոգու ուղիները սովորական մարդկանց ձևավորման մեջ, ոչ էլ թե ինչպես են ոսկորները կազմավորվում հղի կնոջ որովայնում, ինչպես ժողովողն է գրում,
ապա առավել եւս չենք կարող ըմբռնել, թե ինչպես է այս օրհնյալ Հիսուսը ձևավորվել կույսի արգանդում։ Մեջբերման ավարտ։ Սաղմոսում Դավիթն այսպես է գրում 139:14-16 Գոհանում եմ քեզնից, որովհետև ահավոր եւ զարմանալի կերպով ստեղծվեցի։ Զարմանալի են քո գործերը եւ իմ անձը լավ է հասկացել։ Իմ ոսկորները չծածկվեցին քեզնից, երբ ես ստեղծվեցի ծածուկ տեղը եւ ճարտարությամբ կազմվեցի երկրի խորություններում։ Քո աչքերը տեսան իմ կերպարանքը, որ անպատրաստ էր դեռ, եւ քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, եւ դեռ նրանցից ոչ մեկը չկար։ Մենք նույնիսկ ոչ գերբնական ծնունդները չենք կարողանում հասկանալ, այդ ինչպես է լինում։ Ուր մնաց հիմա կարողանանք հասկանալ այս գերբնականը, որտեղ որ նույնիսկ տղամարդու մասնակցություն չկա։ Թե ինչպես են կնոջ որովայնում ոսկորներ ձևավորվում, սա մեծ զարմանք է մեզ համար։ Միթե արդեն հրաշք չէ մեզ համար սովորական դարձած ծնունդները։ Միթե զարմանալի չէ նույնիսկ դա, իսկ որքան ավելի զարմանալի կլինի, երբ Հովսեփի տեսանկյունից հարցին նայենք։ Իր կինը հղի է։ Ամենատրամաբանական պատասխանը հետևյալն է. նա շնություն է արել։ Ուրիշ բացատրություն նա չէր կարող ընդունել։ Եվ սա գերբնական բան է, որ տեղի ունեցավ, սա ցնցող է, աստվածային է եւ հեղինակը Սուրբ Հոգին է։ Այս հարցը առաջինը տվել է հենց ինքը Մարիամը հրեշտակին, երբ նա այս լուրը ստացավ նրանից, թե ինչպես դա կարող էր լինել։ Ղուկասն է գրում 1:26-ում 6-րդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծո մոտից ուղարկվեց Գալիլեայի Նազարեթ քաղաքը Մարիամ անունով մի կույսի մոտ, որ նշանված էր Դավթի տնից, հիմա արդեն Դավթի տուն արտահայտության ավելի ուշադիր կլինեք, Դավթի տնից Հովսեփ անունով մի մարդու հետ։ Հրեշտակը գալով նրա մոտ ասաց. «Ուրախացիր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։ Իսկ նա այս խոսքերի վրա խռովեց եւ մտքում խորհում էր, թե ինչ բան է այս ողջույնը։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի վախեցիր, Մարիամ, որովհետեւ Աստծուց շնորհ գտար եւ ահա կհղիանաս ու կծնես մի որդի եւ անունն էլ Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի եւ բարձրալի որդի կկոչվի»։ Ուշադրություն, եւ Տերը Աստված նրան կտա նրա հոր Դավթի աթոռը։ Տեսնում եք կապը նորից։ Եվ նա հավիտյան թագավորի Հակոբի տան վրա ու նրա թագավորությունը վախճան չի ունենա։ Իսկ Մարիամը, մեր նման կամ Հովսեփի նման, տեսեք ինչ է հարցնում. ինչպես կպատահի ինձ դա։ Քանի որ տղամարդ չեմ ճանաչում։ Հրեշտակը պատասխանեց եւ նրան ասաց. Սուրբ Հոգին կգա քեզ վրա եւ բարձրալի զորությունը Հովանի կլինի քեզ, որովհետեւ նա, որ քեզնից է ծնվելու Սուրբ է եւ Աստծու որդի պիտի կոչվի։ Աստծո զորությունը Հովանի կլինի, ասում է։ Հովանի բառը նշանակում է ծածկել կամ ստվեր գցել։ Հունարեն էպիսխիազո բառն է, բառացի գործածված է ստվերի իմաստով, իսկ փոխաբերական իմաստով օգտագործվում է որպես ծածկել, ստվեր գցել իր վրա։ Այս բառը գրված է Մարկոս 9-րդ գլխում 7-րդ համարում այսպես. «Ամպը ծածկեց նրանց եւ լսվեց մի ձայն. Սա իմ սիրելի որդին», նույն բառն է գործածված։ Ամենաբարձրալի զորությունը ստվերեց Մարիամին։ Թե ինչ արեց այնտեղ, ինչպես արեց, դա մենք չգիտենք։ Եվ ստվերեց այնտեղ Մարիամին նշանակելով աստվածային հղիությունը, բայց այս բառը ստվերել չի նկարագրում եղանակը, ինչպես է այն արել, ինչպես է տեղի ունեցել։ Պարզապես ասում է, որ այսպես կլինի։ Ահա սա է Աստծո գործածած եղանակը Հիսուսին աշխարհ բերելու։ Նա այդ արել է գերբնական ճանապարհով, առանց ամուսինների մերձեցման եւ իր Սուրբ Հոգով ստվերելով կամ ծածկելով կամ այցելելով Մարիամին։ Չէ՞ որ հրեշտակը Մարիամին ասաց, որ սա բարձրալի զորությունն է։ Միթե մեծ բան է բարձրալի համար անել այն, ինչ ուզում է։ Իհարկե ոչ։ Իսկ մեզ համար մինչև իսկ նրա ամենօրյա գործողություններն են անհասկանալի եւ զարմանալի։ Իսկ այս դեպքում նրա հետ կատարվածը վեր է մարդու ամենավառ հասկացողությունից անգամ։ Եվ այս փաստին չի դիմանում մարդկային ոչ մի միտք, չի կարողանում գտնել որևէ տրամաբանական լուծում եւ ստիպված է հնազանդվել բարձրալին, խոնարհվել նրա իմաստության ու հանճարի առջև կամ ըմբոստանալ սեփական անհասկացողության պատճառով։ Սիրելի մարդիկ,
դուք ընդունում եք ողջ սրտով այս փաստը, որ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը Մեսիան եւ Թագավորը Սուրբ Հոգուց է։ Ընդունում եք ողջ սրտով, որ այս աշխատանքը եղել է ճիշտ այնպես, ինչպես հիմա լսում եք Սուրբ Գրքից։ Այս հարցին ձեր տված պատասխանները ցույց կտան, թե ինչպես եք վերաբերվում Աստվածաշնչի անսխալականությանն ու ներշնչվածությանը։ Այս համարի վերջին հարցը. ինչու էր Աստված ընտրել հենց այս եղանակը։ Ինչու ոչ ամուսիններից, այլ Սուրբ Հոգուց։ Ինչու էր կարևոր, որ երկրային ֆիզիկական հայր չլիներ։ Մակարդուրը այսպես է գրում սրա մասին. Քրիստոսի մարդկային բնույթը հավերժական չէ։ Այն սկիզբ ուներ։ Հիսուսի անձի մեջ աստվածային եւ մարդկային բնույթները միավորվեցին։ Այսինքն Հիսուսը պետք է ունենար երկու բնություն։ Առանց կուսական հղիացման Հիսուսի անմեղության համար երաշխիք չէր լինի։ Ադամի մեղքի պատճառով նրա սերունդները մեղավոր էին։ Եվ Ադամի սերունդները մահանում էին, ինչպես Սուրբ Գիրքը հայտարարում է։ Մահը կարող է տեղի ունենալ նախքան նորածինը կհասկանար ճիշտը սխալը, դրանով կապացուցել, որ մեղքի վիրուսը, այսպես ասած, իր վրա է ազդել։ Անմեղ Հիսուսի մարդկային մարմինը ենթակա եղավ մահվան միայն այն պատճառով, սա չմոռանաք, որ Աստված նրա վրա դրեց մարդկության մեղքը պարզապես։ Դա իր մեղքը չէր, նա անմեղ էր։ Այսինքն պետք է Աստված այնպես աներ, որ նա եւ դառնար մարդկության ներկայացուցիչ, եւ լիներ անմեղ, եւ լիներ Աստված։ Վերջապես Հիսուսի կուսական ծնունդը պետք է լինի քրիստոնյայի հավատի խոստովանության մի մասը, գրում է նա։ Հիսուսի ծնունդը նրան տվեց ֆիզիկական մարմին, իսկ հակաքրիստոսի ոգին հերքում է, որ Հիսուսը մարմնով է եկել։ Հիշում եք Հովհաննես, առաջին Հովհաննես 4:1-3, բայց հավատացյալները խոստովանում են, որ Հիսուսը մարմնով է եկել։ Ով որ չի հավատում, որ Հիսուսը մարմնով է եկել, նեռի հոգուց է, գրում է Հովհաննեսը։ Ահա թե ինչու էր պետք կուսական ծնունդ կամ հղիություն կամ առանց ֆիզիկական հոր, այլ Սուրբ Հոգուց, որ նա չմասնակցեր մարմնի մեղքին, նա մեղավոր չէր կարող լինել։ Եթե նա մեղավոր լիներ, դա չէր կարող իրականացնել փրկությունը։ Սա Աստծո ընտրած եւ գործածած եղանակն է Հիսուսին ֆիզիկական ծնունդ տալու համար։ Սա առաջին եղանակն է, այն գերբնական ճանապարհով է եղել ամուսինների մերձեցման բացակայության պայմաններում եւ աղբյուրն էլ Սուրբ Հոգուց։ Ինչպես է Աստված իրականացրել Հիսուսի ծնունդը։ Երկրորդ եղանակը տեսեք, իր նախախնամությամբ։ Առաջին գերբնական ճանապարհով, երկրորդ իր նախախնամությամբ 19-ից 23-րդ համարներում ենք տեսնում։ Եվ այս 5 համարներում տեսնում ենք նախախնամության 3 դրսևորում։ Աստծո նախախնամությունը դրսևորվում է այստեղ պատմությունը կառավարելով, իր ծրագիրը հայտնելով եւ իր խոստումը կատարելով։ Նայեք 19-ից 23-րդ համարներին Հովսեփի արձագանքին եւ Աստծո միջամտությանը։ Նրա ամուսինը Հովսեփը արդար էր եւ չէր ցանկանում նրան խայտառակել, մտածեց գաղտնի արձակել նրան։ Եվ մինչ նա այս մասին էր խորում, ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց նրան ու ասաց. Հովսեփ, Դավթի որդի, մի վախեցիր քեզ մոտ առնել քո կնոջ Մարիամին, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։ Այսպիսով, Աստծո նախախնամությունը գործել է միշտ, որպեսզի անվրեպ կերպով իրականացնի իր ծրագրերը։ Աստծո նախախնամություն նշանակում է Աստծո կառավարում եւ ուղղորդում։ Եվ եթե դուք մտածեք հիմա որտեղից ենք վերցրել, որ Աստծո նախախնամության մասն է, նայեք 22-րդ համարին, որը հիմք է հանդիսանում այս հատվածը հասկանալու համար։ Գրված է այսպես. այս ամենը եղավ, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի ասածը։ Սա եղավ, որ իրականանա։ Սա նշանակում է, որ նախորդի ոչ միայն բուն ծնունդի գործընթացը, այլ ինչ որ տեղեր ունեցել, այդ բոլորը ուղղված են եղել այս նպատակին, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից ասվածը։ Գրված է այս ամենը, այս արտահայտությունը վերաբերում է Աստծո համընդհանուր կանխատեսմանը, ով գիտի բոլոր իրադարձությունները, նախքան դրանց տեղի ունենալը եւ ապահովում է այնպես, որ այդ բոլորը ուղղորդվեն դեպի իր ծրագրերի
իրականացումը։ Գրված է որպեսզի, սա ցույց է տալիս Աստծո մտադրությունը, այսպիսով ամեն բան տեղի ունեցել Աստծո մտադրությունները իրականացնելու համար։ Այլ խոսքով Տերը պատմությունը կառավարել է դեպի իր ծրագրի իրականացումը։ Այսպիսով Աստծո նախախնամությունը այս հատվածում դրսևորվում է առաջին նրա կառավարմամբ։ Ես ինչու եմ դրել նախախնամություն բառը, որովհետև 22-րդ համարում հստակ ցույց է տալիս, որ սա ուղղված է Աստծո մտադրությունների իրականացմանը։ Եվ նախախնամություն, ովքեր չգիտեն, ասեմ ինչ է նշանակում, թեպետ Աստվածաշնչում գրված չէ նախախնամություն բառը, բայց այն խոր ուսուցում է, որ ցույց է տալիս Աստծո կապը իր արարչագործության հետ։ Ինչպես է Աստված ներգրավված պատմությանը եւ ինչպես է նա ուղղորդում պատմության ընթացքը, որպեսզի իրականանա իր ծրագրերը։ Այսինքն, երբ ասում ենք նախախնամություն, մենք գործ ունենք այս ճշմարտության հետ։ Աստված իր ամենագիտությամբ կառավարում է բոլոր երևույթները երկրային եւ այդ բոլոր երևույթները կառավարելով անհուն իմաստությամբ ուղղորդում է դեպի իր ծրագրերի իրականացումը։ Եվ այստեղ մենք տեսնում ենք արտահայտվում է այն պատմությունը կառավարելով, որպեսզի իր ծրագիրը իրականանա։ Այսպիսով Աստծո նախախնամությունը այս հատվածում դրսևորվում է առաջին նրա կառավարմամբ։ Նայեք 19 եւ 20-րդ համարներին։ Նրա ամուսինը Հովսեփը արդար էր, չէր ցանկանում խայտառակել, մտածեց գաղտնի արձակել, ուշադիր, եւ մինչ այս մասին նա խորհում էր։ Ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց նրան ու ասաց. Նկատեք, թե ինչպես է կառավարում Տերը այս իրավիճակը, եւ մինչ նա այս մասին էր խորհում, Տիրոջ հրեշտակը հայտնվեց։ Կասկածի եւ սկանդալի ամպեր էին կախված Մարիամի վրա։ Մարդկության պատմության մեջ երբեք կույսը չէր ծննդաբերել։ Երբ մարդիկ տեսնում էին չամուսնացած հղի կնոջ, կար միայն մեկ բացատրություն՝ նա շնացել է։ Եվ նույնն էլ մտածել է Հովսեփը։ Եվ դա երևում է նրա արձագանքից, տեսեք նա ինչ էր մտածում եւ ինչ բնութագիր ունի նա, ինչպիսի մարդ էր, ինչ էր ծրագրում։ Գրված է, որ Հովսեփը արդար մարդ էր։ Օրենքով նման շնությունը պատժվում էր քարկոծմամբ, բայց նա ողորմած լինելով, իմանալով, որ Մարիամին կքարկոծեն, որոշում է, որ այդ չարիքը չպատճառի իրեն։ Այստեղ Հովսեփի արդարությունը նշանակում էր, որ նա ավելի ողորմած է։ Նա մտադիր չէր բացահայտել այս հղիությունը, բայց չէր էլ պատրաստվում իր կյանքը շարունակել։ Ինչ որ իմաստով նա կարծես ուզում էր պաշտպանել որոշ չափով Մարիամին, որ չմեռնի, բայց նաև իրեն ազատեր այս պատասխանատվությունից, առանց նրան խայտառակ անելու։ Եվ վտանգը այն էր, մեծ էր վտանգը, որ Մարիամի կյանքը կընդհատվի, եւ Մարիամի կյանքի ընդհատում նշանակում էր զավակը պետք է մահանա, իսկ զավակի մահանալ նշանակում էր խոստումը չի իրականանա։ Եվ Տերը պետք է միջամտի, որպեսզի ուղղորդի բոլոր իրավիճակները իր նպատակները իրականացնելու համար։ Գիտեք Հովսեփի նման մտադրություն, այսինքն Մարիամին չխայտառակելու, սա վեհ առաքինություն է։ Երբ ցավիտ մեջ, վիրավորանքիդ մեջ, երբ լիարժեք հնարավորություն ունես խայտառակելու դիմացինիդ, երբ կարող ես ճզմել նրան, ինչ որ իմաստով քեզնից է կախված նրա ապագան, եւ դու որոշում ես չօգտվել քեզ ընձեռված հնարավորությունից։ Սա խոնարհություն է, սա հեզություն է, երբ ուժիցդ եւ հնարավորությունիցդ հրաժարվում ես։ Մեր Տերն էլ այդպես վարվեց։ Պետրոսին ասաց. Պետրոս, կարծում ես չեմ կարող որը խնդրել, որ ուղարկի հրեշտակների գունդ։ Իսկ խոնարհություն է սա, հրաժարվել սեփական կարողությունից։ Եվ Հովսեփի առաքինությունը արտահայտվեց նրանով, որ նա կազմեց արձակման ծրագիր։ Նայեք 19-րդ համարի վերջին մասին։ Մտածեց գաղտնի արձակել նրան։ Գաղտնի արձակել կնշանակեր պաշտոնական ամուսնալուծություն կազմակերպել, ըստ օրինացի, որը ըստ հրեական ավանդույթի անհրաժեշտ է իրականացնել նշանադրությունը լուծ արելու համար։ Հովսեփը մի քանի վկաների ներկայությամբ պետք է տար արձակման թուղթ, ինչի մասին Մատթեոս 19-ից գիտեք Հիսուսը ինչպես էր խոսում, եւ փակեր իր կյանքի այս ցավոտ փորձառությունը, բայց Աստծո ծրագիրը այլ էր։ Այս լարված ու ամոթալի թվացող իրավիճակում միջամտում է պատմության Տերը։ Նայեք 20-րդ համարին։
որտեղ տեսնում ենք Տիրոջ միջամտումն ու կառավարումը, եւ մինչ նա այս մասին էր խորհում, ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց նրան ու ասաց. Հովսեփ, Դավթի որդի, մի վախեցիր քեզ մոտ առնել քո կնոջը Մարիամին, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։ Հովսեփն այս քաոսային մտքերով քնել էր։ Եվ հենց այս ալեկոծության մեջ գալիս է Տերը օգնության։ Սա շատ գեղեցիկ պատկեր է, երբ երկրի վրա քաոսը զարգանում է, ուժեղանում է, հասնում է կարծես գագաթնակետին, իրավիճակները կարծես վերահսկողությունից դուրս են, քանդում է մարդու ներաշխարհը, ստիպում է սգալ, հասկանալ եւ համոզվել սեփական ոչնչության հարցում եւ ահա գալիս է Տերը։ Պատմության Տերը, ում կարգադրությամբ ու նախաձեռնությամբ է պատմությունը դեռևս գոյատևում մինչև այսօր եւ ծառայում է հենց նրա նպատակների իրականացման համար։ Հարց բոլորիս սիրելիներ։ Արդյոք մեր կյանքի ամենամութ ու անհասկանալի պահերին գիտակցում ենք, որ պատմության Տերը Աստված ինքն է։ Արդյոք մխիթարում է մեզ այս ճշմարտությունը, որ կյանքի յուրաքանչյուր հաջորդ փուլ շարժվում է մեր Տիրոջ հսկողության ներքո։ Ինչպես կասեր Սփերջենը, Աստծո նախասահմանությունը եւ նախախնամությունը փափուկ բարձ է, որի վրա հավատացյալը կարող է հանգստանալ։ Տեսեք ինչպես է Տերը կառավարում իրադարձությունները, մարդկանց կյանքերը, յուրաքանչյուրի իրավիճակի հնարավոր բոլոր ելքերը, մարդկանց երազները, ժամանակը, հանգամանքները, ներկան ու ապագան։ Ահա թե ինչ է նշանակում այն, որ Տերն իր նախախնամությամբ կառավարում է կյանքը։ Եվ ահա նա Հովսեփի կյանքի որոշիչ այս պահին ուղարկում է իր հրեշտակին, որպեսզի ուղղորդի այս վտանգված իրավիճակը, որպեսզի ոչինչ չկարողանա խանգարել թագավորի մուտքին։ Ինչպես են մարդիկ իրենց լավագույնն անում իրենց կնոջ հղիության շրջանում, հնարավոր հարմարություններ եւ անվտանգություն ապահովելու համար, նույնպես եւ ավելի անում է Տերը։ Նա իր զորությամբ Հովանի է եղել Մարիամին, նա այժմ իր արգանդում կրում է Փրկչին եւ Տերն էլ հոգում է նրա անվտանգության համար։ Ամեն բան ծառայում է Փրկչի գալուստին։ Այսպիսով, երբ Հովսեփը մտածում էր Մարիամից բաժանվելու մասին, Տիրոջ հրեշտակն անսպասելի այցելում է նրան։ Երբ նա խորհում էր, այս խորհել բառը ցույց է տալիս Հովսեփի հոգեբանական ծանր վիճակը։ Նրա մտորումներն ու անորոշությունները, սարսափելի էր, գիտեք, նրա վիճակը։ Մի պահ, եթե դուք պատկերացնեք, սարսափելի հոգեվիճակում էր նա։ Չգիտեմ, փորձարել եք նման բան, թե ոչ, որպեսզի շատ չտանջվեք, պատկերացնելու համար մի պահ մտածեք։ Օրինակ, եթե դուք ամուսնացած եք կամ կամուսնանաք դեռևս եւ կանգնում եք նման խնդրի առջեւ։ Մի փոքր հնարավոր կլինի մտնել Հովսեփի կոշիկների մեջ։ Նա անասելի վախերի մեջ է, քանի որ Տերը հենց վախերն է վերացնում հաջորդ համարում։ Տիրոջ հրեշտակը կամ պատգամաբերը գրված է։ Սա Տիրոջ հրեշտակ արտահայտությունը 5 տականում գործածվում էր։ Եվ այս 20-րդ համարում Տիրոջ հրեշտակը ներկայացվում է ոչ որպես անանուն երկնային էակ, այլ որպես Յահվեի լիազորված ներկայացուցիչ, ով խոսում է Աստծո անունից, Աստծո կամքով եւ Աստծո իշխանությամբ։ Նկատում եք գրված է Տիրոջ հրեշտակը։ Եվ սա պատահական չէ, որ գալիս է ոչ թե պարզապես պատգամաբեր, այլ Տիրոջ հրեշտակը, քանի որ այս իրավիճակում եղողը հետագայում հրյա ընթերցողը եւ նաեւ մենք պետք է իմանանք, որ այս ծնունդը սպասարկվում էր երրորդության կողմից։ Եվ Տիրոջ լիազորած պատգամաբերն է եկել։ Մեթյուերին գրում էր ամենայն հավանականությամբ Մարիամին էլ էր այս նույն Տիրոջ հրեշտակը գնացել, որպես պատգամաբեր։ Այս ծնունդին երկինքն ու երկիրն է պատրաստվել։ Եվ ահա Հովսեփը պետք է լսի լուր, որոնք կչեզոքացնեն նրա վախերը, կմխիթարեն իրեն, կտան անասելի պատիվ, կտրամադրեն նրան ուրախությամբ անցնելու այս ցավոտ, բայց օրհնյալ ընթացքը։ Ահա տեսնում ենք Աստծո նախախնամության երկրորդ դրսևորումը, որը իր ծրագրի լուսաբանումն է։ Նա ոչ միայն կառավարում է իրավիճակները, այլ նաև պետք եղած տեղին լուսաբանում է իր ծրագիրը։ Ինչպես է դրսևորվում նրա նախախնամությունը։ Տեսեք, 20-րդ համարի երկրորդ մասից մինչև 21-րդ համարը դրսևորվում է իր ծրագիրը հայտնելով։ Նա ոչ միայն կառավարում է պատմությունը,
այլ նաև հայտնում է իր անելիքների մասին Հովսեփին։ Նայեք համարներին։ Եվ մինչ նա այս մասին խորհում էր, ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց ու ասաց. Հովսեփ, Դավթի որդի, մի վախեցիր։ Մի վախեցիր քեզ մոտ առնել քո կնոջը Մարիամին, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։ Տերը անմիջապես սկսում է բուն խնդրից, Հովսեփի վախերից։ Նրան ասում է մի վախեցիր քեզ մոտ առնել քո կնոջը Մարիամին։ Որքան նրբանկատ է մեր Տերը, որքան հոգատար, չի անտեսում մեր վախերն ու տագնապները։ Տեսեք, թե ինչ լուսաբանումներ է կատարում այստեղ Հովսեփին։ Առաջին Տերն ասում է պատճառը, թե ինչու պետք է Հովսեփը չվախենա։ Ինչու պետք է չվախենա, ինչու պետք է իր կնոջը հետ վերցնի իր մոտ, կամ չբաժանվի նրանից։ Պատճառը լսեք, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։ Այևս մեկ անժխտելի ապացույց, որ Մարիամի մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։ Սուրբ Հոգին նրա համար պատրաստեց մարմին, ինչպես խոստացել էր Եբրայեցիս 10:5, հիշում եք, աշխարհ գալուց առաջ ասում է մի մարմին պատրաստեցիր ինձ համար։ Եվ այս հատվածի հիման վրա Գաղատացիս 4:4-ում ասում է, որ նա ծնվել է կնոջից, եւ այնուամենայնիվ նա երկրորդ Ադամն է կամ վերջին Ադամն է, որը երկնքի Տերն է։ Այս փաստը 100%-ով պետք է վերացներ Հովսեփի մտքում եղած բոլոր հնարավոր վարկածները Մարիամի հղիության մասին։ Հիսուսին որովայնում կրելը պետք է տեղի ունենար սովորականից տարբերվող ձևով։ Հովսեփը հասկանում է սա, որպեսզի մարդկային բնության մասնակից չլինի նա, որ կարողանար խուսափել մեղքից, մեղավորությունից։ Այն որ Հովսեփի կնոջ մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է, սա չափազանց լուրջ է արդեն Հովսեփի համար։ Ինչ է սա նշանակում։ Քանի որ եթե Տերը հենց այս պատճառն է օգտագործում Հովսեփին վախերից ազատելու եւ Մարիամի հետ կյանքը շարունակելու համար, դա նշանակում է, որ նա ծրագիր ունի, որը պետք է իրականանա, եւ ահա համարում մեզ մեկ կարևոր դետալ եւս, որ օգնում է ծրագիրը ճիշտ հասկանալու համար։ Ուշադրություն դարձրեք Տիրոջ դիմելաձևին։ Ինչպես է նա դիմում։ Հովսեփ Դավթի որդի։ Դավթի որդի։ Այս դիմելաձևի միջոցով փոխանցում է ծագումնաբանության գաղափարը։ Տերը այս դիմելաձևով ցույց է տալիս, որ նա պատրաստվում է իրականացնել մի բան, որ կապ ունի Հովսեփի ազգության հետ։ Հովսեփ Դավթի որդից, ողջույնը անկասկած նախատեսված էր նրա մեջ արթնացնելու իր թագավորական տոհմի զգացումը եւ նախապատրաստելու Իսրայելի Մեսիա թագավորի արտասովոր գալուստին։ Նախախնամությունն արտահայտվում է ճանապարհի արգելքները նաև հաղթահարելով։ Ինչը անում է այստեղ Տերը։ Տերը տալով պատճառ չվախենալու միևնույն ժամանակ ցույց է տալիս Մարիամի հղիության ծագումը կրկին, տեսեք, եւ նշում որ Սուրբ Հոգուց է, Հովսեփը լսում է այս բոլորը։ Սա արդեն Հովսեփի սրտից ու մտքից կգցի մեծ բեռ, քանի որ նա Մարիամին շնության մեջ կասկածում էր, իսկ հիմա Տիրոջ լիազորությունից հնչում է հղիության աղբյուրի մասին ճշգրիտ տեղեկություն։ Տերը իր նախախնամությամբ հոգում է, որ Հովսեփը լիարժեք տեղեկացված լինի եւ այնուհետև 21-րդ համարում Տերը բացահայտում է ծնվողի սեռը, անունը եւ առաքելությունը։ Սեռը, անունը եւ առաքելությունը։ Նայեք 21-րդ համարին։ Նա որդի պիտի ծնի, սեռը, եւ նրա անունը Հիսուս պիտի դնես։ Պատճառը, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի։ Եվ սա առաքելությունն է։ Տեսնում եք ինչու պետք է Հովսեփը, ով Դավթի որդին է, տոհմի այդ գիծն է շարունակում։ Պետք է չվախենա, քանի որ փրկիչն է գալիս։ Հովսեփն արդեն հասկանում է, որ այս ամենը Աստծո խոստման մասին է, որն իրականանում է եւ ինքը ոչ թե աշխարհի ամենադժբախտ մարդն է, ում հետ նման ցավոտ բան է պատահել, այլ նա այժմ կիսելու է Մարիամի հետ մեծ պատիվը, որ ընձեռվել է նրան։ Նկատեք, որ Տիրոջ տված տեղեկություններում կա 3 պիտի, որոնք կրկին ընդգծում են, որ իր ծրագիրն է սա եւ չի կարող չկատարվել։ Դրա համար էլ Հովսեփը կարող է հանգիստ լինել, չվախենալ եւ իր կնոջն իր մոտ առնել։ Նայեք համարին, պիտի ծնի, Հիսուս պիտի դնես եւ նա պիտի փրկի։ Սա Աստծո գործն է, Աստծո ծրագիրն է, որը պիտի իրականանա։ Եվ համարի տրամաբանությունն ասում է, որ փրկելու համար է պետք նրա ծնունդը, որովհետև պիտի փրկի։ Հիշեք, մինչև մահ
Հիսուսն է միակը, ով կարող է փրկել մեղքերից։ Չմոլորվեք խոշոր կրոնական կառույցների սուտ եւ մարդուն ասկետիզմի տանող ուսուցումներով, այսինքն ինքնախարազանման տանող։ Իբր հնարավոր է մեղքերից ազատվել որևէ կերպով։ Շատ ճգնավորներ դարերի ընթացքում գնացել են անապատներ, մտածելով մեղքից ազատվելու մասին։ Հռոմեացիս 7-ն ասում է մեղքը իմ մեջ է բնակվում։ Ուր ուզում ես փախչիր, այն քո մեջ է, եւ քեզ միայն Հիսուսը կարող է դրանից ազատել։ Կարող է Հիսուսը փրկել մեղքի ուժից, մեղքի իշխանությունից, եւ ի վերջո երբ լինենք նրա ստեղծագործության մեջ նոր, Հիսուսով մենք ազատենք նաեւ մեղքի ներկայությունից, որ հիմա մեջ 4 կողմը տեսնում ենք։ Հարց մտորելու համար։ Ում ես դիմում մեղքերի թողության համար։ Ինչ ես անում մեղքից ազատվելու համար։ Հիշիր սիրելի մարդ, միակ ով կարող է ներել մեղքեր, փրկել մեղքերից, դա Հիսուսն է, եւ լավ կանես շտապ դիմես իրեն։ Իր ժամանակակիցները սա լավ չէին ընկալել։ Իրենք առավոտից երեկո մարդկանց մեղքերին հոգևորականները, փարիսեցիները թողություն էին շնորհում բանավոր, ոչ գործով։ Դե համար երբ անդամալույցին բերեցին Հիսուսի մոտ, Հիսուսն ասաց, որն է հեշտ, ասել, որ մեղքերդ ներված են, թե ասել նաև մահիճդ վերցրու եւ գնա։ Դե եթե ասեն հեշտ է ասել մեղքերդ ներված են, դա չի ստուգվում։ Բոլորն էլ կարող են ասեն, ինչ իմանանք ներվեց, թե ոչ։ Բայց որպեսի իմանաք, շարունակում եմ, որ մարդու որդին իշխանություն ունի մեղքերը թողելու, մահիճդ վերցրու եւ գնա։ Խոսքերի հետևը ուժ կար։ Ունի այդ իշխանությունը եւ այստեղ խոսվում է հենց դրա մասին, որ նա պիտի փրկի, նա կարող է եւ նա է նախատեսված այդ փրկությունը իրականացնելու համար։ Այսպիսով Տերը իր նախախնամությամբ հաղթահարում է հերթական մեծ արգելքը, որը չուղղորդելու դեպքում կտաներ մոր եւ երեխայի մահվան։ Եվ այս ամենը Տերն անում է իր նախախնամությամբ, իր ծրագիրը հայտնելով, բայց սա դեռ ամենը չէ։ Տիրոջ նախախնամության եւս մեկ դրսևորում ենք տեսնում այս հատվածում։ Ինչպես է այն դրսևորվում։ Երրորդ իր խոստումը կատարելով։ Իր խոստումը կատարելով։ Նայեք 22-րդ համարին, որտեղ Ղուկասը հայտարարում է այս բոլոր իրադարձությունների նպատակը։ Այս ամենը եղավ, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը։ Ահակույսը կհղիանա եւ որդի կծնի եւ նրան կկոչեն Էմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ։ Այսպիսով Աստծո առաջնորդությունը, նախախնամությունը տեսնում ենք վառ արտահայտված այս համարում։ Սա նշանակում է, որ նախորդիվ բոլոր իրադարձությունները ոչ միայն Հիսուսի ծնունդի հետ կապված, այլ մարդկության պատմության ողջ իրադարձությունները տեղի են ունեցել բերելու պատմությունը այս զարգացման, այս գագաթնակետին, որ իրականանա Աստծո կողմից մարգարեին ասվածը։ Տերը պատմությունը կառավարել է դեպի իր ծրագրի իրականացումը, որպեսզի իրականացներ իր խոստումը։ Իսկ ո՞րն էր այդ խոստումը։ Հաջորդ համարին նայեք, մատնանշում է թե ո՞րն էր։ Ահակույսը կհղիանա եւ որդի կծնի եւ նրան կկոչեն Էմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ։ Սա մարգարեական խոստում էր, որը պետք է իրականանար կույսի միջոցով։ Այս կուկույս բառի վերաբերյալ մի մեկնաբանություն է գրում MacArthur-ը, որը արժե այստեղ կարդալ, որ ապագայում եթե այս կույս բառի վերաբերյալ հակառակ մտքերի հանդիպեք, իմանաք նաև թե ինչպես է պետք մոտենալ այս հարցին։ Նա գրում է աստվածաբանները երբեմն վիճում են թե արդյոք Եսայա 7:14-ում եբրայերեն տերմինը նշանակում է կույս, թե աղջիկ պարզապես։ Մատթեոսը մեջբերում է, նա է գրում Սեպտուագինտայից, այսինքն 70-ից, որտեղ օգտագործվում է կույս հունարեն տերմինի միանշանակ մեկնաբանությունը։ Այսպիսով, Մատթեոսը գրելով, ասում է նա, իր ավետարանը Սուրբ Հոգու առաջնորդությամբ վերջապես ցրում է Եսայի 7:14-ում այս բառի մեկնաբանության վերաբերյալ բոլոր կասկածները։ Այսինքն շեշտում է, որ խոսքը կուսության մասին է։ Ոչ թե պարզապես աղջկա, այլ կուսության մասին է։ Այս կույսի հղիանալու նշանը տրված էր Աքազին, ինչպես Հոսով եղբայրը այսօր կարդաց, եւ Դավթի տանը, որպես հավաստիացում, որ Դավթի թագավորական գիծը չի ընդհատվի։
Այս նշանը Աքազի օրերում մխիթարական դեր էր կատարում ժողովրդի համար, որ Տերը կհոգա իր փրկության համար։ Ինչ դրություն էր այնտեղ։ Երբ հնչեց այս նշանի մասին մարգարեությունը։ Եսայի մարգարեության 7-ից 12-րդ գլուխները ներկայացնում են Հուդայի վրա կախված անմիջական վտանգը եւ Աստծո փրկության ծրագիրը։ Երուսաղեմը սպառնալիքի տակ էր Սիրիայի եւ Հյուսիսային Իսրայելի ռազմական դաշինքից եւ Տերը մարգարեին ուղարկում է թագավորի մոտ, Աքազի մոտ, մխիթարական պատգամով վստահեցնելով, որ թշնամիների դատաստանը կիրականացնի նա Ասորեստանի միջոցով, թեպետ Ասորեստանին էլ հետագայում նա պատժում է։ Եվ այս փրկության գագաթնակետը ասում որ կապված է Էմանուելի հետ, խոստման հետ։ Նայեք 23-րդ համարին եւ տեսեք Տիրոջ խոստման մեջ ինչ էր ասված Հիսուսի մասին։ Նրան կկոչեն Էմանուել, որը նշանակում է Աստված մեզ հետ։ Որոշ մեկնաբաններ ասում են, որ պատմական այդ դրությունը ցույց է տալիս, որ Եսայի որդիների մասին կարող էր լինել մարգարեությունը, որ կույսը կհղիանա, այսինքն երիտասարդ աղջիկ, այս դեպքում կույս տերմինին էլ պետք է այլ կերպ նայել, կհղիանա որդի կծնի։ Այո, նրա որդիները նույնիսկ անունները իրենց մեջ իմաստ ունեին, որ համապատասխանում էր սրան, բայց 9-րդ գլխում տրված նկարագրությունները, որ նա հզոր Աստված կլինի, հավիտենականության հայր, խաղաղության իշխան, չեն կարող կիրառվել ֆիզիկական մարդու վրա։ Չէր կարող լինել, որ Աստծո ասածը իրականացավ միայն այդ ժամանակ ինչ որ մեկի ծնունդով, այլ այն ուներ մարգարեական բնույթ, որը խոսում էր Աստծո համար հայտնի, ժողովրդի համար անհայտ ժամանակների մասին, որ գալու է մեկը եւ նշանը այսպեսին պետք է լինի։ Նա ծնվելու է կույսից եւ նրա անունը լինելու է Էմանուել, որը թարգմանաբար նշանակում է Աստված մեզ հետ է։ Դավթի տոհմից ծնվող մի երեխա, որի անունը նշանակում է Աստված մեզ հետ է, կբերի Աստծո ներկայությունն ու փրկությունը։ Նա միաժամանակ կլինի Դավթի ժառանգ եւ Աստվածային էությամբ, կոչվելով հզոր Աստված։ Նրա թագավորությունը կլինի արդարության, խաղաղության եւ օրհնության թագավորություն, որը Աստված կհաստատի հավիտյան։ Այս պայմաններում Տերը Եսային ուղարկում է թագավորի մոտ, որ նրան ասի Աստծո ծրագրի մասին։ Բայց մենք հետագայում տեսնում ենք, որ սա իր լրումը գտնում է արդեն առաջին դարում Մարիամի միջոցով եւ ոչ թե այն ժամանակներում է իրականացել։ Թեպետ պատմական դրությունը իմանալը կարևոր է, որ հասկանանք, որ այն մխիթարական դեր է ունեցել իր ժողովրդի համար։ Ահա թե ինչպես է Աստված իրականացրել Հիսուսի ծնունդը։ Նա այդ արել է իր նախախնամությամբ, պատմությունը կառավարելով, իր ծրագիրը հայտնելով եւ իր խոստումը կատարելով։ Նա ուղարկել է իր փրկությունը։ Աստծո սիրելի եկեղեցի, ուրախալի չէ, որ ես ու դու ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ արդեն կատարված է այս փրկությունը։ Ծրագիրը, Մեսիան եկել է, նա Էմանուելն է, նա մեզ հետ է, իսկ դու նրա հետ ես, կասեր հեղինակներից մեկը, մտորեք սրա մասին։ Սա ամենակարևոր հարցն է։ Արդյոք դու ընդունել ես Աստծո ուղարկած փրկչին։ Այսպիսով Աստված իրականացրել է Հիսուսի ծնունդը, նաև իր նախախնամությամբ, այսինքն պատմության բոլոր իրադարձությունները, հանգամանքները կառավարել եւ ուղղորդել է այնպես, որ իրականանա Հիսուսի ծնունդը երկրի վրա։ Եվ վերջին եղանակը կարճ նայենք եւ ավարտենք։ Ինչպես է Աստված իրականացրել Հիսուսի ծնունդը։ Ոչ միայն գերբնական ճանապարհով, ոչ միայն իր նախախնամությամբ, այլ նաեւ իր կամքը հաստատելով։ Իր կամքը հաստատելով 24 եւ 25-րդ համարներին նայեք։ Եվ այս համարներում տեսնում ենք Աստծո կամքի հաստատման երկու ապացույց։ Ինչպես հաստատվեց Տիրոջ կամքը։ Առաջին այն հաստատվեց մարդու հնազանդությամբ եւ երկրորդ կատարյալ ճշգրտությամբ։ Մարդու հնազանդությամբ եւ կատարյալ ճշգրտությամբ։ Եվ տեսեք Հովսեփի արձագանքը արդեն։ Առաջին արձագանքը ամուսնալուծությունն էր եւ երկրորդ արձագանքը տեսեք այսքանից հետո։ Եվ Հովսեփը քնից արթնանալով արեց այնպես, ինչպես Տիրոջ հրեշտակը հրամայեց իրեն, եւ իր կնոջն իր մոտ առավ։ Եվ նրան չմերձեցավ, մինչև նա ծնեց իր անդրանիկին, անդրանիկ որդուն, եւ նրա անունը Հիսուս դրեց։
Աստծո կամքը հաստատվեց Հովսեփի հնազանդությամբ, քանի որ նա հրամանը կատարեց։ Նայեք ինչպես է նշում Ղուկասը 24-ում։ Հովսեփը քնից արթնանալով արեց այնպես, ինչպես Տիրոջ հրեշտակը հրամայեց իրեն։ Հնազանդության ապացույցն այն եղավ, որ իր կնոջը իր մոտ առավ։ Այլևս Մարիամը պաշտպանված է, մանուկը պաշտպանված է, Հովսեփի վախերն անցել են եւ ամեն բան լավ է, բայց խնդրում եմ 1 րոպե մտածեք Հովսեփի դրսևորած հնազանդության մասին։ Պատկերացնում եք նրա հնազանդության որակը։ Պատկերացնում եք շրջապատի անհավատության արձագանքներին ինչպես պետք է պատասխանի։ Դիմակայի, վկայի, տանի եւ կրի այս իրականությունը։ Ինչ է ասելու ամեն քայլափոխին իրեն հանդիպող եւ հարցնող բարեկամներին, իր եւ Մարիամի հարսանիքի երկրորդ փուլի մասին։ Ինչ է պատճառաբանելու Մարիամի հղիության փաստի մասին։ Որքան էլ դժվարություններ լինեին եւ անշուշտ եղել են, Հովսեփը հնազանդվեց առանց վախերի եւ մարդկանց կարծիքներից ու մեկնաբանություններից վեր դրեց Աստծո հրամանը։ Վերցրու քեզ մոտ քո կնոջը Մարիամին, քանի որ նրանից ծնվածը Սուրբ Հոգուց է։ Սա ավետարանչության մշտական թեմա եղավ Հովսեփի համար, պատմելու այն, ինչ եղել էր։ Ինչպես Հակոբի համար ավետարանչության թեմա եղավ, երբ իր ոտքը կաղ էր եւ ստիպված էր ամբողջ կյանքում պատմելու իր Աստծո հետ ունեցած փորձառության մասին։ Հարց բոլորիս. գիտեք արդյոք, որ Տիրոջ կամքը հաստատվելու է միշտ եւ լավ կանենք հնազանդվենք նրան։ Պետք է ընդունենք Աստծո կամքը մեր կյանքի համար։ Եփեսացիում ասում է, որ նա ամեն բան հաջողեցնում է իր կամքի հաճությամբ, այսինքն այնպես, ինչպես ինքն է ուզում, ինչպես ինքն է ծրագրել։ Եկեք հնազանդվենք հոգիների հորը։ Եվ վերջին Աստծո կամքը հաստատվում է ոչ միայն մարդու հնազանդությամբ, այլ նաև կատարյալ ճշգրտությամբ, ինչպես որ ինքը ծրագրել էր, նայեք վերջին համարին, եւ նրան չմերձեցավ, մինչև նա ծնեց իր անդրանիկ որդուն եւ նրա անունը Հիսուս դրեց։ Սրանք եւս Հովսեփի հնազանդության վերջին 2 քայլերն են։ Չմերձեցավ եւ անունը դրեց Հիսուս։ Այո, նա հնազանդվեց։ Սակայն ըստ մեր հատվածի թեմայի, թե ինչպես է եղել Հիսուսի ծնունդը, պետք է նշենք, որ իրականացավ Հիսուսի ծնունդը ճիշտ այնպես, ինչպես Աստված ծրագրել էր։ Հովսեփը վերցրեց իր կնոջը իր մոտ, չմերձեցավ եւ նրա անունը դրեց Հիսուս։ Ահա այսպես է Աստծո ծրագիրն իրականացել Հիսուսին աշխարհ ուղարկելու հարցում։ Նա իրականացրել է Հիսուսի ծնունդը գերբնական ճանապարհով, իրականացրել է իր նախախնամությամբ եւ իրականացրել է իր կամքը ճշգրտորեն հաստատելով երկրի վրա։ Ինչ դասեր կարող են քաղել։ Ինչ դասեր կարող են քաղել այստեղից։ Առաջին, ընդունեք Տիրոջից ձեզ բաժին հասած դերը, գործը, ծրագիրը։ Ինչ որ որոշել է ձեր կյանքի համար։ Որքան էլ այն ցավոտ լինի, որքան էլ ձեր կամ մյուսների համար անհասկանալի եւ նույնիսկ մեղադրելի լինի, ընդունեք ձեր կյանքի դրությունը Տիրոջից։ Քանի որ ձեր կյանքը ծառայում է Հիսուսին։ Գիտեք, հեշտ չէ ընդունել ստեղծված իրավիճակը Տիրոջից։ Դրա համար հավատ եւ հնազանդություն է պետք։ Այս մասին Պողոսը Կորինթացիներին ասում է, որ միայն թե յուրաքանչյուր ոք թող ապրի Տիրոջից իրեն բաժին ընկած վիճակի մեջ այնպես, ինչպես Աստված իրեն կանչեց։ Ինչ վիճակում որ կանչել է քեզ Աստված, շարունակիր իրեն ծառայել այդ վիճակի մեջ եւ մտածիր, որ կարևոր է այդ ժամանակ ոչ թե իրավիճակի փոփոխությունը, այլ վիճակի մեջ Աստծուն գոհացնելը, ինչպես որ Պողոսը շարունակության մեջ ասում է, որ կանչվեցիր եւ ծառայիր, հոգ մի արա, իսկ եթե նաեւ կարող ես ազատ դառնալ, քեզ համար ընտրի, որովհետեւ իբրև ծառա կանչվելը եւ թլպատվածնելը ոչինչ է, այլ Աստծո պատվիրանները կատարելն է կարևոր։ Հիշեք, պետք է ընդունեք ձեզ բաժին հասած գործը Տիրոջից, քանի որ ձեր կյանքը ծառայում է նրան։ Թե ինչ վիճակներով եք անցնում դուք ու ես, ինչ վիճակներում է դրել Աստված մեզ, նա ուժ կտա այն կրելու եւ տանելու համար։ Եվ մտածեք ոչ թե կյանքի իրավիճակները փոխելու մասին, այլ ստեղծված իրավիճակներում Տիրոջը հաճեցնելու մասին։ Մի դարձեք մարդկանց կարծիքների գերի։
այլ ընդունեք Տիրոջ կամքը ձեր կյանքի բոլոր իրավիճակներում։ Իմիջիայլոց ասեմ շատ հետաքրքիր է, որ երբ որ Կորինթացիից նոր մեծ բերեցի այդ հատվածի վերջին մասը, Պողոսը հենց նույն խորհուրդն է տալիս, ասում է մեծ գնով գնվեցիք, մարդկանց ծառամի եղեք։ Այդտեղ ֆիզիկական ծառայության մասին չէ խոսքը, այլ մարդկանց կարծիքներից կախված մի եղեք, որովհետև եթե դուք ընդունեք ձեր դրությունը Աստծուց եւ բացատրություններ չտաք մարդկանց, թե ինչու եք այսպես կամ այնպես վարվում, սովորեք գոհ լինել, դուք միշտ ենթարկվելու եք քննադատությունների։ Մարդկանց ծառաներ մի եղեք, հաճեցրեք Տիրոջը ձեր գտնված վիճակի մեջ։ Ինչպես Հովսեփը հնազանդվեց այստեղ։ Երկրորդ, վստահեք ձեր կյանքը Աստծո նախախնամությանը։ Վստահեք ձեր կյանքը Աստծո նախախնամությանը։ Նա ուղղորդում է ձեր կյանքն այնպես, որ փառավորի Հիսուսին։ Չէ՞ որ ձեր կյանքում ամեն բան ծառայում է ձեր իսկ Քրիստոսանմանեցման համար։ Հնազանդվեք Տիրոջ հրամաններին, քանի որ դա օրհնություն է ձեզ համար եւ միևնույն ժամանակ այն իրականացնում է Աստծո նպատակները ձեր կյանքում։ Վստահեք ձեր կյանքի տրամաբանական եւ անտրամաբանական իրադարձությունները, Տիրոջ իմաստուն ծրագրին։ Նա գահի վրա է, նա կառավարում է, նա ուղղորդում է եւ նա կանի այն, ինչ մտադրվել է ձեզ համար։ Ոչինչ չի կարող շեղել նրա մտադրությունները ձեր կյանքի համար, ինչպես եղավ Հիսուսին աշխարհ բերելու հարցում։ Հիշեք, ձեր կյանքը Աստված կառավարում է այնպես, որ այն փառավորի Հիսուսին։ Սա չափազանց կարևոր է։ Վստահեք Տիրոջ առաջնորդությանը։ Եվ Տիրոջը վստահել չի նշանակում կյանքը թողնել ինքնահոսի, այլ նշանակում է վստահել նրա գերիշխանությանը, ով ամեն բան հաջողում է իր կամքի համաձայն։ Ուրախացեք Աստծո նախախնամությամբ, քանի որ նա ունի անսահման ուժ ու կարողություն կառավարելու եւ առաջնորդելու ձեր կյանքը իր նպատակների համար։ Եվ վերջին, թող հանգստանան մեր փոթորկվող սրտերը Տիրոջ ծրագրերի կատարման համոզումով։ Տիրոջ մտադրություններն իրականանալու են աներկբա։ Դրա համար կատարեք նրա յուրաքանչյուր հրաման։ Կատարեք Տիրոջ հայտնված կամքը առանց սակարկումների ամեն գնով։ Ձեր կյանքից, հեղինակությունից ու հարմարավետությունից բարձր դրեք Տիրոջ կամքը կատարելը, քանի որ նա իրականացնելու է այն, ինչ մտադրվել է։ Եվ հիշեք, որ Հիսուսին աշխարհ բերելով Աստված իրականացրեց փրկության մասին տված իր խոստումը։ Եվ փառք Տիրոջը այդ իրականացման համար, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի համար, որ մարդկության պատմության ոչ մի փուլում, ոչ մի արգելք չկարողացավ դեմ կանգնել այս տիեզերական ծնունդին։ Եվ այժմ ես եւ դուք կարող ենք սրտանց գովերքել, փառաբանել Տիրոջը եւ ասել Էմանուել, վստահ լինելով, որ Աստված մեզ հետ է։ Եվ հույս ունեմ, որ մենք էլ այս սրահում գտնվող եւ համացանցում ովքեր որ կլսեն, բոլորը Տիրոջ հետ են։ Ամենակարևոր հարցի մասին կարելի է մտորել այս օրերի ընթացքում։ Ո՞վ է Հիսուսը քեզ համար։ Ո՞վ է այս Մեսիան։ Ո՞վ է այս խոստացյալ որդին։ Եթե նա քո փրկիչն է, ուրեմն մենք հավիտյան երկնքում ենք լինելու նրա հետ։ Եկեք ոտքի կանգնենք եւ աղոթենք։ Մեր ամենագետ գերիշխան Աստված, իմաստության ու հանճարի ակն ու աղբյուր, շնորհակալություն ենք հայտնում քեզ ու փառաբանում ենք քո իմաստության եւ ծրագրի համար։ Շնորհակալ ենք քո հնարամտության համար, քո ուժի համար, քո մեր նկատմամբ ունեցած սիրո համար, որ ոչ միայն ծրագիր կազմեցիր, այլ դա իրականացրեցիր քո որդի Հիսուս Քրիստոսի միջոցով։ Փառք ենք տալիս քեզ, որ այդ ծնունդը գերբնական եղավ։ Փառք ենք տալիս քեզ, որ դու ճանապարհի բոլոր խոչընդոտները հաղթահարեցիր քո իմաստությամբ, քո աստվածային ուժով, հարթեցիր բոլոր իրավիճակները, որ իրականանար նրա մուտքը այս երկրի վրա։ Փառք ենք տալիս, որ քո մտադրությունները լիովին իրականացան եւ դրանցից մի նշանագիր անգամ պակաս չմնաց։ Շնորհակալ ենք, որ այսօր մենք քո խոսքի միջոցով ճանաչում ենք գերիշխան Աստծո,
Աստծո, ով մտադրում եւ իրականացնում է։ Աստծո առջև ոչ մի խոչընդոտ չի կարող կանգնել։ Եվ մենք այսօր փառաբանում ենք քեզ, վստահում ենք քեզ մեր կյանքը։ Եվ ինչ էլ լինի մեր ընթացքը այս երկրի վրա։ Օգնիր, որ ուրախանանք քո ուժով, ուրախանանք քո ով լինելով, ուրախանանք քո իմաստությամբ, ուրախանանք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսով, որը հսկում է մեր կյանքերը, որ կառավարում եւ ուղղորդում է մեր կյանքերը իրեն փառավորելու եւ մեզ Քրիստոսանման դարձնելու համար։ Օգնիր, որ մեր մնացած կյանքն ապրենք քեզ վայելու հաճելի կերպով։ Այս Հիսուսին փառավորելով, այս Հիսուսին գոհացնելով եւ այս Հիսուսին նմանելով։ Եվ դու փառավորես մեր կյանքով ու գործով, եւ հիմա, եւ միշտ, եւ հավիտյանս։ Ամեն։